Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության և հանրային հեռուստաընկերության զրպարտության հիմքով։ Հայցի հիմքում ՔՊ-ի նախընտրական քարոզչական տեսանյութում Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցրած արտահայտություններն են, որոնք հայցվոր կողմը գնահատում է որպես զրպարտչական։ Մասնավորապես այս օլիգարխ պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու, ժողովրդին խաբելու, վախեցնելու, ձայներ գնելու, պատերազմ հրահրելու, Հայաստանի անկախությունը վերացնելու և օտարերկրյա լրտես լինելու վերաբերյալ ձևակերպումները Կարապետյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել ՔՊ-ին և հանրային հեռուստաընկերությանը հերքել այդ տեղեկությունները, նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվն ու բարի համբավը։ Նա նաև պահանջել է հրապարակային ներողություն իր նկատմամբ հնչեցրած արտահայտությունների համար։ Այսօր Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցել, Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով ԵԱՏՄ-ն 4 երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Նրա խոսքով քննարկումն ունեցել է գործնական բնույթ, սակայն փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվել։ Ուշակովը նաև նշել է, որ հայկական կողմը չի դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման խնդրանքով։ Միևնույն ժամանակ Մհեր Գրիգորյանը գագաթնաժողովին հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին։ Հարկ է նկատել, որ մայիսի սկզբին Երևանում անցկացրած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո Մոսկվան գրեթե ամենօրյա ռեժիմով հորդորում է Երևանին հստակ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։ Պեսկովի խոսքով դեպի Եվրամիություն շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն դա չպետք է արվի ԵԱՏՄ երկրների հաշվին։ Նա ընդգծել է, որ եվրասիական նորմերը և ԵԱՏՄ կանոնների միջև ապագայում կարող են առաջանալ հակասություններ, ինչի հետևանքով Երևանը ստիպված կլինի հստակ կողմնորոշվել իր հետագա ինտեգրացիոն ուղղության հարցում։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի եվրոպական ձգտումներն ու ԵԱՏՄ-ի անդամակցությունն այս պահին համատեղելի են, և Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ միությունից։ Դրացել է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքացիական ուժերի ինքնաբացարկի համար օրենքով սահմանված ժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում հաստատել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։ Քաղաքացիական ուժերի լիազոր ներկայացուցիչները ըստ ցանկության ստորագրել են նմուշների վրա։ Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը։ Սահմանվել են նաև քվեակատարողական հիմնարկներում քվեարկության ժամերը։ Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժ կրող անձիկ։ Երևանում այսօր ևս չի կայացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական նիստը քվորումի բացակայության պատճառով։ Գրանցվել է ընդամենը 3 պատգամավոր, մինչդեռ նիստի կայացման համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի մասնակցություն։ Բացակայել են 104 պատգամավորներ։ Նիստին գրանցվել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ինչպես նաև նախկին ՔՊԱ-ական ներկայումս անկախ պատգամավորներ Հովիկ Ղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Հակոբ Արշակյանը նիստի ընթացքում հայտարարել է, որ նախընտրական շրջանում պատգամավորները հնարավորություն ունեն իրենց բնակավայրերում հաշվետվություններ ներկայացնելու և քաղաքացիների վստահությունը ստանալու հաջորդ կառավարություն ձևավորելու հարցում։ Հատկանշական է, որ նիստին գրանցված 3 պատգամավորներն էլ հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն լինելու։ Հակոբ Արշակյանը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու և մասնավոր հատվածում գործունեություն ծավալելու մասին, իսկ Հովիկ Ղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն ընդգրկվել իրենց ստեղծած քաղաքական ուժի նախընտրական ցուցակներում։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկողության ծառայությունը կասեցրել է ջերմուկհանքային ջրի ավելին քան 64 միլիոն շշի վաճառքը։ Ստուգումների ընթացքում ըստ ռուսական կողմի հայտնաբերվել են բաղադրության և մակնշման անհամապատասխանություններ։ Վերահսկող մարմինը նշել է, որ նման մակնշումը կարող է սպառողին մոլորեցնել։
ըմպելիքի բուժիչ հատկությունների վերաբերյալ հայտարարության համաձայն նոր խմբաքանակների արգելափակման որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի մայիսի 28-ից եւ կգործի մինչեւ հետագա ծանուցումը։ Ռուսական կողմը նշել է նաեւ, որ կասեցումների պատճառը տեխնիկական կանոնակարգերի խախտումներն են։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում սահմանափակվելու է Հայաստանից ներմուծվող թարմ բանջարեղենի եւ մրգի մի շարք տեսակների, այդ թվում լոլիկի, պղպեղի, վարունգի եւ ելակի ներմուծումը, մինչեւ դրանց անվտանգության վերաբերյալ համապատասխան արձանագրությունների մշակումը։ Գոհար Մելոյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նախընտրական փուլում ստացել են քաղաքացիներից մի շարք ահազանգներ ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Նրա խոսքով քաղաքացիներին որոշ դեպքերում ստիպել են տեսանկարահանել կամ լուսանկարահանել իրենց քվեաթերթիկը ընտրությունը հաստատելու նպատակով։ Մելոյանը նաև նշել է, որ առանձին դեպքերում քաղաքացիներից պահանջել են ընտրատեղամասից դուրս բերել երրորդ համարի քվեաթերթիկը, ապացուցելու, որ տվյալ ուժին չեն քվեարկել։ Կուսակցության ներկայացուցիչի փոխանցմամբ մարզերում բնակիչներին նաև տեղեկացրել են, թե իբր տեղադրված են գաղտնի տեսախցիկներ, որոնց միջոցով վերահսկվելու է ընտրողների ընտրությունը։ Միաժամանակ նա հայտնել է, որ կուսակցությունը բացահայտել է հասցեներ, որտեղ ըստ տվյալների անսովոր մեծ թվով անձինք են գրանցված, որոշ հասցեներում շուրջ 300, իսկ այլ դեպքերում 100-ից ավել անձ։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մայիսի 29-ին Կիրանց գյուղում անցկացվող քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ իրենց թույլ չեն տվել իրականացնել նկարահանումներ Կիրանցի պատի մոտ։ Նրա խոսքով իրենք ցանկացել են ճեպազորույց անցկացնել այդ հատվածում, այն անվանելով գործող իշխանության հպարտության խորհրդանիշ, սակայն թույլատվություն չեն ստացել։ Մարուքյանը նշել է, որ եթե Կիրանցի պատը ներկայացում է որպես հպարտության առարկա, ապա չպետք է սահմանափակվի դրա նկարահանումը։ Նա հավելել է, որ իրենք եկել էին այստեղ այն որակելու որպես խայտառակության պատ, սակայն դրա հնարավորությունը չեն ունեցել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ընտրարշավին մնացել է 1 շաբաթ եւ քաղաքական ուժերը փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը ու մոտեցումները։ Նրա խոսքով այսօր քաղաքական դաշտում առկա են երկու հիմնական մոտեցումներ՝ իշխանություն եւ ընդդիմություն։ Սաղաթելյանը նշել է, որ ընդդիմությունն առաջարկում է հանրությանը մանդատ տրամադրել իրեն երկրի ներկայիս իրավիճակից դուրս գալու համար, ընդգծել, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Նա պնդել է, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սաղաթելյանի խոսքով այդ պայմաններում շարունակվում են նոր պահանջները Հայաստանի նկատմամբ։ Այս ամեն ինչի մասին ասել ենք Ժորժ ջան, այս սրիկաները եթե ընտրվեն, Արցախը հայաթափվելու է, սկսելու են Հայաստանի թրքացման process-ը, սրանք հակահայ են, սրանք այս ժողովրդի հետ կապ չունեն, բայց չեն կարողացել բացատրել, չեն կարողացել հասկացվել, երբեմն մեր հայրենակիցները չեն հավատացել, չեն վստահել, ինքը կարողացել է խաբել, բայց երրորդ անգամ թույլ չպետք է տանք։ Երկու անգամ Փաշինյանի խաբելը մեր ժողովրդին, դրա համար շատ թանկ ենք վճարել։ Վճարել ենք 18 թվականից հետո Արցախով, 21-ին վերընտրվելուց հետո 200 կիլոմետրից ավել տվել է Հայաստանից ու շարունակում է տալ։ Երրորդը տալու է Հայաստանը։ Սա չափազանցություն չի։ Խնդրում ենք, աղաչում ենք, պահանջում ենք։ Մեր ժողովուրդը պետք է արթնանա։ Այս չարիքի վերջը հունիսի 7-ին պետքա տանք։ Հետևաբար Ժորժ ջան, այս եկող շաբաթը շատ վճռորոշ շաբաթ է, շատ կարևոր շաբաթ է։